Ոչ թե քանի որ նրանք շատ համեստ են, ուղղակի փող չկա ախպեր։ Արդյոք Սպիտակցի Հայկոն ու Միշոն երգեցին այդ տոնակամբությանը։ Յամալ, հոп, ավելի լավ կլինի դրանից վերջում խոսենք։ Ինչ որ արել եմ, լավ եմ արել, այ փոշա։ Ռեալում ես որ ծնունդի հավես չկա։ Սուկա։ Իսկ Սլոտը ծանր որոշում կայացրեց։ Հոլանդացին մի շարք խայտառակ խաղերից հետո սեզոնից առաջ մենք ասում էինք, որ Ռեալի համար առնվազն 2 ամիս շատ բարդ է լինելու։ Սակայն դա նրան չէր կանգնեցրել։ Նա բարձրացել է ստադիոնին նայող բլրի գագաթ ուշադրություն։ Այդքան գոլերի մեջ Մեսսին ընդհանրապես մեկն անգամ չի խփել։ Բայց դե Մոդրիչի էֆեկտը շարունակում է հաջողություն բերել Միլանին։ Ու այդ ամենից ահավոր հոգնած քնեց ու երազում ասեց. Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Հերը երեկվա երեխեքի հետ ֆրֆռում տղեն էլ հեսա վա։ Հանգստյան օրերին Կատալոնիայում ծնունդ էր։ Բարսելոնան դարձավ 126 տարեկան։ Պատկերացնում ես գլոբ 126։ Ես չէ, բայց ինքը հաստատ պատկերացնում է։ Լավ, չենք շեղվում։ Համել բարև ձեզ։ Հիմա դուք իմանաք, թե Բարսելոնան որքան է ծախսել ծննդյան տոնակատարության համար, որ ռեստորանն է փակել հավերժ, ու արդյոք Սպիտակցի Հայկոն ու Միշոն երգեցին այդ տոնակամբությանը։ Բայց դա այլ իրականությունում, այս մեր իրականության մեջ այդքան էլ տենց չի։ Տարեդարձը մեղմ ասած համեստ էր, ոչ թե քանի որ նրանք շատ համեստ են, ուղղակի փող չկա ախպեր։ Չնայած Լապորտան ամեն կերպ ցանկանում է թաքցնել դա։ ¿Qué pasa? Torna-m'ho a explicar. No pot ser. Ah, ja sé per què. És que t'estan fent un... Ինչ ես ձեռ առնում, հենա յամալն էլ համեստացել է։ Չի ասի։ Նա կրկին բոլորի ուշադրության կենտրոնում է թե խաղադաշտում, թե դրա սահմաններից դուրս։ Օրինակ, այնքանի օր է այս յամալը։ Հոп, ավելի լավ կլինի դրանից վերջում խոսենք։ Ճիշտ ասում, բայց այժմ նրանց խաղի մասին խոսենք։ Չելսից կրած խայտառակ պարտությունից հետո նրանք Կամփ Նոուում ընդունեցին Ալավեսին, որտեղ յամալը կրկին համեստություն չդրսևորեց։ Ալավեսի դեմ տատս էլ լավ խաղար։ Լավ չես, առաջին րոպեին բացեցին հաշիվը։ Գարսիան նայ ոնց է փրկում։ Չես ամոզի, Ալավեսը անհավես թիմ է։ Եվ իրոք, նրանք 3 գոլ բաց թողեցին, երբ Բարսան ակնհայտորեն չէր խաղում։ Նրանք մտովի արդեն պատկերացնում էին ու ուզում էին հասկանալ, թե ինչպես պետք է դիմակայեն Ատլետիկոյի ահավոր Ալվարեսին։ Խաղը շատ անհավես էր, թափթփված, ոչ ոք իր տեղում չէր, մինչև մտավ նա։ Ֆուտբոլիստ, որի նմանները գնալով քչանում են։ Պետրին են եզակի ֆուտբոլիստներից է, որին տեսնելուց ստորագրություն, խաղաշապիկ եւ պարտքով փող կուզեի։ Իսկ յամալը գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց։ Մի խոսքով լրիվ կենտրոնացած է ֆուտբոլի վրա։ Երևի։ Բարսայի ծնունդին հրավիրված չէր Ռեալը, քանի որ այս վերջերս հարաբերությունները այնքան էլ լավ չէ։ Իրար մեղադրում են մրցավար առնելու մեջ։ Ինչ որ արել եմ, լավ եմ արել, այ փոշա։ Դու փչացած, փոշա, փոշա։ Երկուսդ էլ ճիշտ եք։ Բայց այդքանից հետո այդ խեղճ մրցավարների կյանքը տենց էլ չի բարելավում։ Ով ինչ անի, վերջում մրցավարն է մեղավոր։ Ռեալում այս օրերին ծնունդի հավես չկա։ Սուկա։ Լավ, Ռեալին նույնպես թողնենք երկրորդ մասի փայ ու շարժվենք առաջ, որտեղ լոնդոնյան դերբին է, որը առանձնացավ դաժան տեսարանով։ 36-րդ րոպեին Մոյզես Կայսեդոն այսենց ուզում էր կիսել Դեկլան Ռայսին։ Չնայած աստվածաշնչային անվանը Մոյզեսը չկարողացավ կիսել բրնձի հատիկը ու այդ պահին որքան էլ զարմանալի է ոնց որ Մարեսկան ասեր. «Արա, հենց էս ինք ուզում»։ Չելսին սկսեց ավելի լավ խաղալ ու բացեց խաղի հաշիվը։ Իսկ Արսենալը հետո միայն կարողացավ հավասարեցնել այն։ Չելսին շատ թեթև թիմ է։ Իսկ Սլոտը ծանր որոշում կայացրեց։ Հոլանդացին մի շարք խայտառակ խաղերից հետո վերջապես կայացրեց այդ որոշումն ու Սալահին թողեց պահեստայինների նստարանին։ Ու դա տվեց իր արդյունքը։ Լիվերպուլը 2-0 հաշվով կարողացավ հաղթել Վեսթ Հեմին։ Իսակը
Գոլ խփեց, պատկերացնում եք։ Բայց չեմ կարծում, որ այս չագուշներին հաղթելը տենց մեծ չափանիշ կարա լինի, հատկապես որ նրանց կազմում առանձնյակ չագուճներ էլ կան։ Լուկաս Պակետան 1 րոպեում 2 դեղին քարտ ստանալով հեռացվեց դաշտից։ Երկու դեպքում էլ մրցավարի հետ վիճելու համար։ Չէ՞ դե սա չագուճություն չի, սա կատարյալ տապորություն է։ Ու դա այն դեպքում, որ այս ֆուտբոլիստը մեղադրվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ։ Այդ այնց պայմանավորված խաղերի պատճառով իտալական ֆուտբոլն ու իտալական ասերիան չի կարողանում խելքի գալ, ընկերներ, արդեն երկար ժամանակ։ Այստեղ ֆուտբոլը կարելի է ասել մահամերձ վիճակում է, բայց ժամանակ առ ժամանակ բոցեր լինում են։ Գլխավոր դերում Ֆոֆանան է, գլխավորը որն է, սա գլխակերը, այս ինչ անում։ Գոլն անխուսափելի է։ Գլխատել շտապ։ Սա Միլան Լացիո խաղից դրվագ էր, որտեղ Միլանը հաղթեց 1-0 հաշվով։ Այս խաղը նայում էի եւ Լացիոն շատ լավ տեսք ուներ, ընդհանրապես պարտությանը արժանի չէր, բայց դե Մոդրիչի էֆեկտը շարունակում է հաջողություն բերել Միլանին։ Մեզ էլ հաջողություն են բերում առաջիկա խաղերը, որոնց ծանոթանալուց հետո խոսենք Ռեալից, Ինտեր Մայամիից ու ֆանտաստիկ լուրեր կներկայացնենք, որոնց մեջ յաման։ Դեկտեմբերի 3-ին Անգլիայում Նյուքասլը կընդունի Տոտենհեմին, իսկ Արսենալը Բրենթֆորդին, Մադրիդի Ատլետիկոն հյուր կգնա Բարսելոնային, իսկ Ռեալը Ատլետիկին։ Մադրիդի Ռեալը խաղից գոլ խփել շատ դժվարությամբ է կարողանում։ Ժիրոնայի հետ ընդհանրապես չստացվեց, թե ինչն է պատճառը, պարզ չի, արդեն պարզ է։ Դե ինչ հիմա ժամանակն է մի քիչ գլուխ գովալ։ Սեզոնից առաջ մենք ասում էինք, որ Ռեալի համար առնվազն 2 ամիս շատ բարդ է լինելու։ Այդպես էլ լինում է։ Ասում էինք, որ պրոբլեմատիկ ֆուտբոլիստներից պետք է ազատվել։ Չլսեցին ու տեսնում ենք հիմա։ Վերջին տեղի թիմին անգամ խաղից չեն կարողանում գոլ խփել, ընկերներ։ Ու իրենց պաշտոնական ալիքի խաղի հայլայթերի վիդեոյում այսենց ընդգծում են, թե բա պենալ չդրին։ Խախտում կար թե չկար, դնենք մի կողմ։ Արա, եթե առաջին տեղի թիմը վերջին տեղի թիմին չի կարողանում գոլ խփել, գրոհի վերջում ծիտիկներ է գցում, արա, առնվազն խոսալու տեղ չունի էլի։ Գնալով հաստատվում է այն կարծիքը, որ Ալոնսոն գերանունների հետ ու մեծ ճնշման տակ չի կարողանում աշխատել։ Կարելի է ասել, նա Ունայ Էմերիի կատարելագործված տեսակն է։ Իսկ հա Ժիրոնան, որոնց մասկոտը հիշեցնեմ, ճանճա արժանիորեն վաստակեց 1 միավոր եւ պոկվեց վերջին տեղից։ Հենց ճանճն է սա համը հանել։ Արա Ժիրոների ճանճը, Սիսան։ Վայ, ջուտ։ Եկեք տեղափոխվենք Ամերիկա, ֆուտբոլի ապագա հայրենիք։ Այնտեղ տեղի ունեցավ արևմտյան եւ արևելյան MLS-ի գավաթի եզրափակիչները։ Արևելյանում Տիտրոսը նվաճեց Ինտեր Մայամին հաղթելով Նյու Յորք Սիթիին 5-1 հաշվով։ Ուշադրություն, այդքան գոլերի մեջ Մեսսին ընդհանրապես մեկն անգամ չի խփել։ Հետրիկի հեղինակը դարձել Տադեո Ալենդեն, զատո արգենտինացի է։ Մի գոլ էլ խփել է Մատեո Սիլվետտին, արգենտինացի է ապեր։ Վերջին գնդակի հեղինակը արգենտինացի չի, այլ Տելասկո Սեգովիան է։ Դե հա, սա խո արգենտինացի չեն լինելու։ Բայց դե արգենտինացիների ոտը Մայամի խերով է։ Բեքեմը վերջերս անկեղծացավ։ Երախտապարտ եմ, որ ընտրեցիր, այս փոքրիկ ակումբն ու անսահման երջանկություն պարգևեցիր մեզ։ Բեքեմը այսքան ռոմանտիկ մեկ էլ եղել էր իր եւ Վիկտորիայի ամուսնության 20-ամյակին։ Դե լավ, դե մի չափազանցրու։ Վիկտորիայի հետ ռոմանտիկ չի вообще։ Իսկ MLS-ի եզրափակչում Ինտեր Մայամին կհանդիպի Վանկուվեր Whitecaps-ին, որտեղ խաղում է Լեոյի վաղեմի թշնամի Թոմաս Մյուլլերը։ Շատերը սկսեցին Մեսսի vs Մյուլլեր սցենարներ գրել, իսկ գերմանացին շտապեց հանգստացնել բոլորին։ Հանգստացեք մի հատ, սա Մայամի ու Վանկուվերի խաղն է լինելու, ոչ թե Մեսսի ու Մյուլլերի։ Մենք ուղղակի կայֆ ենք ստանալու։ Լիպերտադորեսի գավաթը հաղթեց Ֆլամենգոն, բայց հայտնի դարձավ մի հասարակ տղա։ 15-ամյա պերուացի տղան ժամանել էր Լիմա եզրափակիչը լուսաբանելու, սակայն հավաստագրում չունենալու
պատճառով նրան ստադիոն չէին թողել։ Սակայն դա նրան չէր կանգնեցրել։ Նա բարձրացել է ստադիոնին նայող բլրի գագաթն ու այնտեղից լուսաբանել խաղը իր հետևորդների համար դառնալով իսկական հայտնություն։ Balón al medio del área, espera Danilo. ¡Gol! Եթե ձեր մեջ էլ կան մարդիկ, ովքեր ուզում են իրենց դրսևորել տարբեր ոլորտներում, բայց ինչ որ բան հետ է պահում, ապա իմացեք, որ մենք բաց ենք եւ առաջարկում ենք համագործակցություն ցանկացած ցանկացողի, որը կհամապատասխանի մեզ։ Լոնդոնի Տոտենհեմը մրցաշրջանը շատ լավ սկսեց, բայց հիմա գործը հասել է դիվան բաշուն։ Հերիք չի պարտվում են, Ֆուլհեմին մի հատ էլ սենց գոլ են ուտում։ وكان قريبا خطا في هذا الملعب الله Կարլո Անչելոտին Նեյմարին եւ Վինիսիուսին գոտկատեղից ներքև հարված է հասցրել։ Վինիսիուսին էլ, այն ցավոտներից։ Եթե Վինին 90%-ով պատրաստ լինի, ես կհրավիրեմ նրան, ով 100%-ով է պատրաստ։ Սա ազգային թիմ է, ոչ թե ինչ որ ակումբ։ Ինչ խոսք, Պապա Կարլոն շատ դաժան է անգամ երբեմնի իր լյուբիմչիկների հանդեպ։ Ախ, մի այդպիսի դաժան էլ Յամալի համար լիներ։ Իդեպ նա մի քանի տարօրինակ դրվագներով աչքի ընկավ վերջին օրերին։ Նախ առաջարկություն արեց հորը։ La fila, la Nike, la Jordan, la Gucci, la Adidas. ¿Qué tú me estás llamando? Հետո ծավալուն հարցազրույց տվեց, որից մի քանի հատված ենք առանձնացրել։ Օրինակ, ինչ տա քո ամենաուժեղ կողմը որպես ֆուտբոլիստ նա ասաց. Ես մարդկանց երջանկություն եմ պարգևում, օրինակ ինչ որ մեկը անտրամադիր որ գալիս է, նայում է ինձ ու տրամադրությունը սկսում է բարձրանալ։ Բարձրանում է։ նրա ու Մեսսի համեմատության մասին ես չեմ ուզում Մեսսի լինել, Լեոն էլ գիտի դրա մասին։ Ես ուզում եմ սեփական ուղիս ունենալ։ Լինենք անկեղծ, ով է հիմա այդ տղուն համեմատում Մեսսիի հետ, հը? Կարողա դու աշ։ Կարողա դու գլոբ։ Արա, քանի անգամ եմ ասել այդ նոթբուքին ձեռ մի տուր։ Հետո Instagram-ում մի 20 հատանոց պոստ արեց։ Այստեղ ձուկ էր առել իր ակվարիումի համար։ Հետո կեր էր պատրաստում ձկնիկի համար։ Հետո գնաց բիցեպս անելու ի պատիվ Ռոնալդոյի։ Հետո հենց նրա ինադու կոլա խմեց։ Հետո իր համար լուք ընտրեց, որ գա Մոնկի մրցանակաբաշխությանը։ Ու այդ ամենից ահա որ հոգնած քնեց ու երազում ասեց. I love MILF bro։ Եթե չգիտեք ինչ է MILF-ը, ապա Google-ը ձեզ օգնական։ Իսկ ես ասեմ, որ Քիմ Քարդաշյանը նոր զոհ ունի իդեմս Յամալ երևի։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Հերը երեկվա երեխեքի հետ է ֆրֆռում, տղեն էլ հեսա վաղվա տատիներին է կապցնելու։